Ողջույն բոլորին սիրելիներս, ինչպես եք, հուսով եմ լավ եք, մենք շատ լավ ենք, արթնացել ենք, այս ծաղիկների գեղեցկությամբ միանում ենք ձեզ, մայրիկս պատրաստվել է, պետք է տնից դուրս գա, գնում է եկեղեցի, ինեսուկս էստեղ հաց ա ուտում, պարտադիր իրա մուլտիկներով, ինքը առանց մուլտֆիլմի հաց չի ուտում, հենց նստում է հաց ուտելու, մի անգամից ասում է անի միան միացրում, Բարևում ենք բոլորիդ, սիրում ենք բոլորիդ, գրկում ենք, սիրելիներս, և այս ծաղիկների գեղեցկությամբ էլ ասում ենք ձեզ բարի դիտում, իսկ մենք անցանք վիդեոյին։ Ժողովուրդ ջան, այստեղ ընթանում են մեր ճանապարհի շինարարական աշխատանքները, արդեն ասֆալտապատման փուլի մեջ է, մեր շինարարները ջանք ու եռան չեն խնայում, մեզ համար կառուցում են հարթ և գեղեցիկ ասֆալտապատ ճանապարհ, վերջնական արդյունքը անպայման կնկարեմ, ձեզ էլ ցույց կտամ, ինձ թվում է շատ գեղեցիկ է լինելու։ Սա էլ վերջնական արդյունքը սիրելիներս, շատ սիրուն ու լավն է ստացվել, բայց վերջնական չի, դեռ երկրորդ երես էլ պետք է ասֆալտապատեն, այնքան լեբլեցուն էր ճանապարհը, երեխաները հեծանիվներով քշում էին, ուրախանում էին, ինեսուկիս էլ կհանեմ, կքշենք, կնկարեմ, ավելի մոտիկից ցույց կտամ ձեզ։ Ժողովուրդ ջան, երեխեքը արթնացել են, Աշոտիկս խաղում է, ինեսուկս իր զայչիկով է խաղում, Առավոտյան ամբողջ բարձի երեսը շոկոլադ էր արել, հանեցի, որ լվանամ, հիմա էլ բարձն է թաց արել, կաթը թափել է բարձի վրա, տեսնեմ եղանակը ոնց է, լվանամ մի հատ, չորացնենք, որպեսզի ինեսուկս քնի։ Այստեղ ինեսուկիս ամսեկանների լուսանկարներն է, 1 ամսեկանից մինչև 1 տարեկան բոլոր ամսեկանները նկարել է, ոչ մի ամսեկան բաց չեմ թողել, սիրուն, այստեղ սիրելիներս ինեսուկի նվեր ստացած խաղալիքներն է, ես մորաքույրս է նվիրել, վերևի տիկնիկը մայրիկս է նվիրել, տատիկը, հորաքույրն է նվիրել, սիրուն փամփլիկին, սիրելիներս, այս թիթեռնիկները պատվիրել է ինեսուկիս ծննդյան փուչիկների հետ, այս տիկնիկը տատիկն է նվիրել, սիրելիներս, քանի որ ինեսուկը փոքր է, չեմ ուզում տիկնիկները բացեմ, կմեծանա, որ չփչացնի, չվնասի, հիմա այսպես սիրուն պահում ենք, այս մեծ տիկնիկն է, սիրելիներս, այնքան մեծ է, ինեսուկիցս բոյով է կարելի ասել, նվիրել է մորաքրոջս աղջիկը Արմինեն, չեմ համբերում, երբ ինեսուկս մեծանալու, որ իր տիկնիկներով սկսի խաղալ, այստեղ իմ ու Շահենի ձեռքի հետքերն է, կարելի ասել անմահացրել ենք, մինչև նշանադրությունը մեր, Անի Շահեն գրվածքով, մեր անուններով, պաչիկներով, սրտիկներով, սա ինեսուկիս առաջին ատամիկի պատվոգիրն է, տրվում է Ինեսա Մկրտչյանին, քանի որ նա հաղթահարել է առաջին ատամիկի տանջանքները, այստեղ ունենք տիկնիկ, ինեսուկը խաղում է, դրա համար տուփի մեջ չի, բայց տուփը չեմ հեռացնում, որ դնենք էլի ներսում, ինեսուկիս դուրս գրման արջուկն է, մորաքույրս է նվիրել, ինեսուկիս տարիքին է կարելի ասել, շատ սիրուն է։ Ժողովուրդ ջան, քան երեխեքը խելոք են, հիմա արագ գրեշկա եմ պատրաստում, հանում ենք տարայից գրեշկան, որպեսզի մաքրեմ, ջան, խելոք կյանքս, որպեսզի լվանամ, մաքրեմ, շատ կեղտոտ գրեշկա է, ինչքան գրեշկան չի, ինչքան իր ներսի պարունակությունն է, հələ մի հատ սև հատիկներին նայեք, ինչ ասես կա ներսում, արևածաղկից ծեր մեր ցորեն, ամեն ինչ, ջան, Աշոտիկ, դե խելոք, հիմա արագ մաքրեմ, լվանամ ու միանամ ձեզ։ Կացան դրել եմ կրակին, ավելացնում եմ բուսայուղը, գրեշկան նախապես մաքրել եմ, լվացել եմ, տապակելու եմ մոտավորապես 1-ից 2 րոպե, տապակում եմ նրա համար, որպեսզի ստացվի հատիկ և համեղ լինի, ահա, լվացած, մաքուր, ավելացնում եմ կաթսայի մեջ,
Սկզբնականի համար ավելացնում ենք քիչ քանակությամբ աղ, հետո երբ ջուր ավելացնենք ու սկսի եռալ, արդեն կստուգենք աղին ու ալանին, ըստ անհրաժեշտության կավելացնենք աղ կրկին։ Ահա, սիրուններս, աղը ավելացրեցինք։ Հիմա ավելացնում եմ աչքաչափով ջուր։ Ջուրը ավելացնում եմ աչքաչափով, բրինձի դեպքում եմ չափաբաժնով անում, 1 բաժակ բրինձին օրինակ ավելացնում եմ 3 բաժակ ջուր, 2 բաժակ բրինձին 6 բաժակ ջուր, իսկ գրեշկան միշտ աչքաչափով եմ անում։ Սիրելիներս, խանութից տուն ենք վերադարձել, գնել եմ 2.5 կիլոգրամ ալյուր, կարմիր պղպեղ քաղցր աղացած, պետք է կարտոֆիլով կարկանդակներ պատրաստենք, այստեղ կարտոֆիլն ու սոխը նախապես մաքրել եմ, լվացել եմ, պատրաստ է եփվելու, եփենք և պատրաստենք մեր կարկանդակները։ Ժողովուրդ ջան, այստեղ մաղիչով անց եմ կացրել ալյուրը, ավելացրել եմ խմորիչը, աղը, մեջտեղում փոսիկ եմ բացել, ավելացնելու ենք ջուրը և սկսելու ենք հունցել այնքան, որպեսզի ստանանք ձեռքերին թեթևակի կպչող, շատ գեղեցիկ խմոր։ Ջուրը մազ-մազ ենք ավելացնում, անընդհատ հունցելով, աչքաչափով ավելացնում ենք ջուրը, մինչև ստանանք մեր ձեռքերին թեթևակի կպչող խմորը։ Հիմա արագ ես հունցեմ և միանամ ձեզ։ Ժողովուրդ ջան, ջուրը վերցնում ենք գոլ, պետք է գոլ ջուր օգտագործենք։ Հիմա ես արագ հունցեմ ու միանամ ձեզ։ Սիրուններս, սա էլ վերջնական արդյունքը, հիմա թողնում ենք հասունանա, ծավալը մեծանա, որից հետո արդեն կպատրաստենք մեր կարկանդակները։ Ժողովուրդ ջան, արդեն պատրաստ է մեր խմորը, հələ տեսեք ինչ լավ է լցվել, ինչ լավ է բարձրացել, կպել է արդեն կափարիչից, զգուշորեն հեռացնում ենք կափարիչը, հələ տեսեք ինչ փափուկ ու նուրբ խմոր է ստացվել, ոչ շատ պինդ է, ոչ շատ թույլ է։ Հիմա գնդերի կվերածենք, որից հետո կպատրաստենք մեր կարկանդակները։
մի հատ կարմրությունը նայեք, թե ոսկի գույն սիրուն երանգ է ստացել։ Մոտապակում եմ ամբողջը։ Այս խմորից ստացվում է մոտավորապես 30-35 հատ կարկանդակ։ Մենք այսպես ենք սիրում այս խմորով, այսպիսի պատրաստման տարբերակով։ Եթե դուք ունեք ուրիշ պատրաստման տարբերակներ, գրեք անպայման ներքևում, սիրեք կտեսնեմ, ինչու՞ չէ նաև կփորձենք, մեր սիրելի կարկանդակներն են։ Սիրելիներս, պատրաստեցի իմ կարկանդակները, հիմա շտապում եմ տնից դուրս գալ, պետք է գնամ ծաղկի սրահ, ծաղիկ պետք է գնեմ, այսօր տալիս ծննդյան տարեդարձն է, պետք է գնանք ժամը 12-ին շնորհավորելու։ Դե ինչ ես գնացի, իսկ ձեզ բարի դիտում։ Մեր գեղեցկուհիներին արդեն վերցրել ենք, չնայած նրան, որ շատ ուժեղ անձրև է գալիս, մինչև տնից դուրս եկան նստեցի մեքենան, ամբողջովին ջուր էի դարձել, բայց դե այսօր էլ էսպես ստացվեց, հəl ինչ սիրուն են։ Մենք արդեն պատրաստ ենք, ջան, սպասում ենք 10-15 պակասի տնից դուրս գանք, ջան, հա, ինես ուկս արդեն պատրաստ է, յակուկուին դելկելա, սպասում է, որ գնա հորքորի ծնունդը շնորհավորի։ Ահա, սիրելիներս, շնորհավորեցինք, վերադարձանք, հիմա մի հատ վերջում ցույց տամ կարկանդակների ներսը, մի հատ կտրենք միասին, տեսեք ինչ փոփուկ, ինչ լավ խմոր է ստացվել, լավ, ներսի փափկությունը, նրբությունը նայեք, մեր ամենասիրելի կարկանդակներն են, եթե դուք ունեք բաղադրատոմսեր ուրիշ, գրեք մեկնաբանություններում կկարդանք, կօգտվեմ ձեր բաղադրատոմսերից, եթե հավանեցիք, դրեք լայք, բաժանորդագրվեք, իսկ դուք մեկնաբանությունների բաժնում գրեք հաջորդը ինչ պատրաստենք, ես սիրով կընտրեմ մեկնաբանություններից որևէ մեկը, կառանձնացնենք հատուկ վիդեո և այնտեղ կպատրաստենք ձեր առաջարկած համեղությունը, հաջողություն եմ մաղթում բոլորին, սիրում եմ ձեզ։